Տղան հայհոյում եւ թքում է քաղաքացիների վրա, մայրը միջնամատ է ցույց տալիս։ Միակ տարբերակ իրեն զսպելու քաղաքացիների քվեն է։ Բարձրացին քահաժը մերձակայքում չի կարողանում քայլել։ Այսպիսի կյանքը իմաստ ունի։ Հիստերոիդ վարքը ինչով է պայմանավորված։ Դիմադիրները ունեն X-ից ավել, քլիչի խոսքերից չի նյարդայնանում։ Ասում են, որ մեր թիմը չի հաղթարելու անցողիկ ժամը, հետո ասում են Գյումրի 2 սցենար ենք անելու։ Ես 2020 թվականին գնացել եմ գիտակցված զոհողությունների։ Մենք գործ ունենք հիմար կգվի պատմության հետ։ Պլանավորել է պատերազմ, 44-օրյան պլանավորել է։ Կացին չունի այդ աղվեսը։ Ինչպես կարող է քաղաքացին երկրորդ անգամ այդ նույն սպառնալիքին տրվել։ Մենք թիմ ենք, ով չի ասոցացվում թմրամիջոցների հետ։ Զոհվածների ծնողներին երաբնուրում ո՞ր մի ղեկավարն է քաշ տվել։ Մենք կարող ենք իրենք չեն կարող եւ դա ցույց են տվել։ Մենք հակապատկերն ենք այս իշխանության։ Տղան հայհոյում եւ թքում է քաղաքացիների վրա, մայրը միջնամատ է ցույց տալիս։ Երեք ականատես եղանք Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հերթական միջադեպին, կցանկանամ ձեր կարծիքը լսել սրա հետ կապված։ Ալեն Սիմոնյանի մասին կարծում նոր բան չեմ կարող ասել։ Դատապարտելի երևույթների քանակը միայն ավելանում է։ Ես պարզապես կարող եմ ասել, որ այսպիսի միջադեպերը, որ մենք տեսնում ենք, հետևանք է երկրում ստեղծած մթնոլորտի, իսկ երկրում ստեղծած մթնոլորտի պատճառը բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց վարքն է, վարքագիծն է, եթե կուզեք ռիլերն են, բառապաշարն է, որը օգտագործվում է, ու էթիկայի կանոններ էին հրապարակել, իրենք չեն կարողանում զսպվել անգամ իրենց մշակած կանոններով։ Իրենց չի զսպում սահմանադրությունը, իրենց չի զսպում օրենքները։ Միակ տարբերակ իրենց զսպելու քաղաքացիների քվեն է։ Եթե մենք չենք ուզում մեր քաղաքացու վրա թքող պաշտոնյա տեսնել, չենք ուզում քաղաքացուն հայույող պաշտոնյա տեսնել, չենք ուզում առավոտյան արթնանալ տեսնել երկրի վարչապետը, որ ինչ որ անհասկանալի ռիլ է դրել ու չսել հասկանում վիրավորանք է, ծաղրանք է, ինչ է, ուզում ենք վստահ լինել, որ երկրի ղեկավարողները զբաղվում են երկրի ղեկավարմամբ, պիտի փոխվի իշխանություն։ Դուք կարող եք անverջ քննադատել տարբեր պաշտոնյաների, բայց մինչև այս իշխանությունը մենք որևէ նման մոտ անգամ որևէ նախադեպ չենք ունեցել։ Հատկանշական մի փաստ այդ միջադեպից մի փոքր առաջ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովում ձեր թիմին հորդորում էր առաջնորդի մասնակցությամբ գնալ ուղիղ եթերում քայլել փողոցում, եթե կարող եք։ Շատ լավ հիշեցրեցիք։ Մեզ իմ գործընկերուհի Աննա Գրիգորյանին ասում էր կարող եք նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Սյունիքում քայլել ուղիղ եթերով, բարձրացին քահաժը մերձակայքում չի կարողանում քայլել, ել չասած առանց թիկնապահների։ Այսինքն երբ ես տեսնում եմ այդ մարդկանց Երևանում քայլող թիկնապահներով շրջապատված այդ բոլոր միջին ու մանր ու բարձր պաշտոնյաներին, ես իսկապես հարց առաջանում, այսպիսի կյանքը իմաստ ունի։ Երբ տեսնում ես նախարարը, որ 4-5 մեքենայով է շրջում, երբ տեսնում ես պաշտոնյա, որ թիկնապահներով շրջապատված է շրջում, իրոք իսկապես հասկանում ես, հարցնում ես, էլի իմաստ ուներ այդ ամենը, որ դուք արել եք, որ այսպիսի կյանք ունեք, անգամ ձեր մայրաքաղաքում հանգիստ չկարողանաք պտտվել։ Այսինքն պաշտոնը հավերժ չի, չէ՞։ Վերջը պետք է մտածել, որ պաշտոնից հետո էլ կյանք կա, եւ հա շատ խորհրդանշական ստացվեց, որ մարդը ով հորդորում էր մեզ գնալ, չգիտեմ, Սյունիք եւ Հրազդան, խոսքով Հայաստանով շրջել, ինքը փաստորեն խնդիր ուներ ԱԺ-ից դուրս գալ։ Ասում եմ, ես չգիտեի, որ այնտեղ մարդիկ կան, այսինքն պետք է ամեն ինչ իմանա, տեղեկացված լինի, որ շրջանցի, եթե չի տեղեկացված չի լինում, փաստորեն սա է խնդիրների են բախվում։ Ինչ եք կարծում Տիկին Վարդանյան, այս հիստերոիդ վարքը ինչով է պայմանավորված, որովհետև մինչ այդ մենք նկատեցինք նաև Նիկոլ Փաշինյանը մուննաթ էր գալիս, հերոսի դստեր վրա մատ էր թափ տալիս, Ալեն Սիմոնյանը հերոսի եղբոր ներկայությամբ հայհոյանքները հնչեցնում, սա ինչի հետևանքն է։ Ես մի բան կարող եմ միայն ասել, բնականաբար դա նաև այդ անձանց բրունթագրի մասին է խոսում, բայց ես մի բան կարող եմ ասել, որ սա ինքնավստահ ուժի ներկայացուցիչների պահվածք չէ, սա սահմանադրական մեծամասնություն հավաքող ուժի պահվածք չէ, հեշտությամբ իշխանություն ձևավորող ուժի պահվածք չէ։ Նայեք դուք իրենց, այսինքն խոսում է ԱԺ փոխոսնակ օրինակ, ու նստած լսում ես ու հարցնում ես, այս մարդը ո՞նց է բանակցում։ Այս մարդը ո՞նց է բանակցում։ Ասած լավ նյարդայնացել են դիմադիրների խոսքից, որ գնում է քլիչի հետ բանակցում է։ Քլիչի խոսքերից չի նյարդայնանում, թե հանգստանում է ինքը այդ խոսքերից։ Այսինքն ու եթե այդքան ջղարձիկ արձագանք են տալիս, հարց է առաջանում, այս մարդիկ ո՞նց են մեզ ներկայացնում, դրսում, ո՞նց են իրենց պահում, երբ մի բան իրենց դուրը չի գալիս, թե ամեն ինչ դուրը գալիս է Թուրքիայի հետ բանակցություններում։ Հիմա նույնը մնացածների վարքագծում, որ երբ տեսնում ես վարքագիծը, հասկանում ես, որ սա ինքնավստահ,
այն ուժով գիտի, որ իրեն ոչինչ չի խանգարի, այդպիսի ուժի ներկայացուցիչների վարքագիծ չէ։ Հակառակի մասին է ավելի շուտ վկայում, դրա մասին են վկայում նաև իրար հակասող հայտարարությունները։ Ես ուղղակի մի քանի օրինակ հիշեցնեմ։ Խաղաղության դարաշրջանում հայտարարում են, որ Ալիևը մեր վրա կհարձակվի։ Ասում են, որ մեր թիմը չի հաղթարելու անցողիկ շեմը, հետո ասում են Գյումրի 2 սցենար ենք անելու։ Ասում են, որ մենք գումարի համար կրոմկա սեղմողներ ենք, հետո ասում են, որ միլիոնների մեջ լող ենք տալիս։ Այս բոլոր հայտարարությունները իրար հակասում են, կամ մեկը պետք է լինի, կամ մյուսը պիտի լինի։ Չի կարող բոլորը իրար հետ լինել։ Հիմա այս վկայում է, որ իրենք էլ ուղակի ցայտնը չեմ ուզում ասել քոճապի մեջ է, բայց այսպես նպատակ հարմարությունից ելնելով զինանոճում ինչ կա դուրս են հանել, որպեսզի կարողանան իրենց համար առավելագույն արդյունք ապահովել։ Ի վերջո ծայրահեղ միջոց է սեփական ժողովրդին պատերազմով սպառնալը, բայց իրենք դա են օգտագործում։ Դա են օգտագործում, ուրեմն դա լավ վիճակի մասին չի կարող վկայել։ Իսկ եթե շատ մի բառով պատասխանեմ ձեր հարցին ինչն է պատճառը, սոցհարցումները, որոնք հայտնվել են նրանց սեղաններին։ Դե բնական է, քաղաքական ուժերը անում են, իշխող ուժը վստահ ամենալավը, ամենաշատն է անում, պայմանավորված իր ռեսուրսներով եւ այդ սոցհարցումները ցույց տալիս իրականությունը նկատի ունեմ։ Իրականությունը հետեւյալն է, ԿՊ-ն վարչական ռեսուրսով եւ այլնով կարողանում է ունենալ X աջակցություն, բայց ընդդիմադիրները ունեն X-ից ավել եւ ԿՊ-ն այս պահին առնվազն չի կարողանում ունենալ մեծամասնություն։ Դա է խնդիրը։ Ամենայն հավանականությամբ հենց դրանից ելնելով նաև ազգային ժողովում էլ հաճախ հանդիպում ենք Փաշինյանի այդ ջղագրկիռ պահվածքին, ձեր հարցերից հետո էլի դեպ շատ լարվում է։ Վերջին ազգային ժողովի հայտարարությունների ժամանակ էլ այսպիսի մի միտք հնչեցրեց։ Ես 2020 թվականին գնացել եմ գիտակցված զոհողությունների։ Ինչ գիտակցված զոհողությունների մասին է խոսքը, սա արդյոք ինքնախոստովանություն էր հերթական։ Դե այս հարցը մեղադրող դատախազը պետք է Փաշինյանին ուղղի դատարանում, սա հարցերից մեկն է, ինչ է նշանակում 2020 թվականին ինքը գնացել է գիտակցած զոհողության, պլանավորել է պատերազմ, 44 օրյան պլանավորել է, որպիսի զոհի այն ամենը ինչ զոհել է, ինչ նպատակի համար որ ինքը հայտարարում է, եթե պատերազմը անվանում ես գիտակցած զոհողություն, դա ինչ է նշանակում։ Դա առնվազն խոսում է, այսա բառեր էլի, գիտակցելը նշանակում է հասկանալ եւ պլանավորել։ Գիտակցած զոհողություն բառակապակցություն նշանակում է, այսինքն եթե մարտիրեն դնում է զոհասեղանին, երբ զոհ է մատուցում ինչ-որ բան, երբ զոհում է ինչ-որ բան, դա ենթադրում է պլանավորում, ենթադրում է հստակ նպատակադրում։ Հիմա Փաշինյանը հայտարարում է գիտակցած զոհողության է գնացել։ Դա այդ կոնտեքստում առնվազն առերևույթ նշանակում է, որ ինքը պլանավորել է պատերազմը, որպեսզի ունենա այն հետևանքը, որը ունենք, որպեսզի դա օգտագործի այնպես, ինչպես հիմա օգտագործում է։ Բայց սա այն հարցերից մեկն է, որ պետք է դատախազը վստահեմ ուղի Փաշինյանին, մեղադրյալ Փաշինյանին։ Այդ հարցերի շարքում է նաև ինչ է նշանակում, ես կարող էի կանգնեցնել պատերազմը ավելի վաղ, բայց կունենայինք նույն արդյունքը առանց զոհերի։ Սրանք հարցեր են, որոնք պետք է ուղղեն Փաշինյանին եւ այս հարցերի պատասխանները ես կարող եմ պատասխանել որպես ընդդիմադիր գործիչ եւ իմ համոզումները ներկայացնել, բայց մեր հանրությունը պիտի ոչ թե իմ համոզումները, այլ իրականությունը իմանա արդար դատավարության արդյունքում։ Տիկին Վարդանյան, դուք էլ խոսեցիք պատերազմի սպառնալիքից, որը ինչ-որ խաղաղության դարաշրջան հայտարարողն է հնչեցնում քաղաքացիներին։ Ես ուզում եմ հասկանալ, ինչպես կարող է այն մարդը վստահեցնում է, որ ինքը խաղաղություն է բերել այսպես 100%-անոց, սպառնալ պատերազմով, որտեղից իրենց այդ հստակ ժամկետներով վստահությունը, որ սեպտեմբերին կլինի պատերազմ, եթե իրանք չունենան սահմանադրական մեծամասնություն։ Իսկ ես հաղորդման բոլոր հարցերին կարող եմ պատասխանել, որ այդ հարցերը պետք է դատախազը ուղղի Փաշինյանի, որովհետև ես չգիտեմ ոնց կարող է երկրի ղեկավարը ասել ես ինչ որ մեր վրա հարձակվելու են, եթե ընդդիմությունը ընտրվի։ Ես չեմ դա պատկերացնում, երբեք չեմ պատկերացնում, որ այն ուժը, որ ես եմ ներկայացնում, կարող է դրան մոտիկ ինչ-որ հայտարարություն անել, չեմ պատկերացնում ինչը մարդուն կարող է դրթել նման հայտարարություն անել, չեմ պատկերացնում ինչը մարդուն ղեկավարին կարող է դրթել նման հայտարարություն անել պատերազմից իսկապես վախեցող ժողովրդի նկատմամբ, էթնիկ զտում վերջին տարիներին տեսած աղետալի պատերազմ տեսած ժողովրդի նկատմամբ, ինչ հրեշավոր լինելը մարդկային առումով այդ թվում նաև ոչ միայն որպես առաջնորդ եւ այլն կարող է ստիպել քեզ գնալ այդպիսի քայլի, հասկանալով դա ինչ հոգեբանական ազդեցություն է թողնում, հասկանում եք, զինվոր ունեցող ծնողների վրա, զինվորական ունեցող ընտանիքների վրա, զոհ ունեցողների ընտանիքների վրա, եռաբլուրը ունեցող ընդհանրապես ազգի վրա։
Ես չգիտեմ դա ինչ տեղեկություն է, պետք է իրենք բարձաբանեն։ Իմ կարծիքով դա ավելի շատ բլեֆ է, սպառնալիք, Ալիևին Հայաստանի վրա, մեր հասարակության վրա տղաբերելու այդ փորձ, որը պիտի մերժվի մեր հասարակության կողմից, այլապես ամեն դրվագում հաջորդ իրենք նույն հնարքն են կիրառելու։ Նույն հնարքը կկվի մենք գործ ունենք հիմար կկվի պատմության հետ, որ աղվեսը խափելով որ ունի կացին եւ որ կկվի բույնը կավերի, անդադ գալիս է ձայքերից մեկին տանում է, մինչեւ ագրավը գալիս է, հիմա ասում են դեմությունն է ագրավը, բայց գալիս է ասում է կացին չունի այդ աղվեսը, կացին չունի այդ աղվեսը։ Թող այդպեսին լինեն ընդդիմադիր ագրավները, ի վերջո փրկող լինեն, մենք դեմ չենք։ Տեսեք 2021 թվականին եւս այդ նույն սպառնալիքներ չէ հնչում, որ եթե գա Ռոբերտ Քոչարյանը, եթե հաղթի ընդդիմությունը, լինելու է պատերազմ։ Արդյունքում հաղթեցին իրենք, ցավոք, բայց մենք ունեցանք Արցախի ամբողջական կորուստ այն պարագայում, երբ որ խոստանում էին Շուշիի եւ Հադրութի վերադարձ։ Ինչպես կարող է քաղաքացին երկրորդ անգամ այդ նույն սպառնալիքին տրվել։ Երկրորդ չէ, արդեն երրորդ։ Երրորդ, այո։ Իրականում մենք ոչ միայն Արցախի կորուստ հայաթափում, էթնիկ զտում, Երևանի չափ տարածք օկուպացված ադրբեջանական զորքի կողմից։ Երբ ասում եմ, որ եթե իշխանություն լինի, կլինի պատերազմ, երբ մենք ենք եղել իշխանության, չի եղել պատերազմ, եղել է խաղաղություն։ Ու հակառակը, երբ իրենք են իշխանության, ամենաշատ պատերազմներն են եղել մեր դեմ։ Սրանք պարզ փաստեր են։ Ու մեր ընտրությունը պատերազմի ու խաղաղության միջև չի։ Կամ եթե պատերազմի ու խաղաղության միջև է, պատերազմի ներկայացուցիչները իշխող ուժի ներկայացուցիչներն են։ Մեր ընտրությունը այս քաոսի ու հանգստության միջև է։ Պաշտպանվածության ու անպաշտպանվածության միջև է։ Ու այս բոլորի քաոսն է ներկայացնում իշխող ուժը, անպաշտպանվածությունն է ներկայացնում իշխող ուժը, որովհետև գիտեք, եթե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իշխող ուժը մի բան ունի անելու։ Պատրաստել դիմագրավել այդ հարձակմանը։ Բայց ես ուզում եմ տեսնել իսկապես այն հայն, ով ուզում է ենթադրյալ հարձակման, եթե իրենք ճիշտ են ասում օր ժամով, դա այդ ամեն ինչ միջով անցնել Փաշինյանի գլխավորությամբ։ Բայց ելի եմ կրկնում, դա ամենայն հավանականությամբ հերթական բլեֆն է։ Հերթականը, ինչպես եթե ես չընտրեք վարչապետ, Հայաստանի վարչապետ չի ունենա, ինձ տվեք պողպատեմ խաղաղություն բերեմ Հադրութ Շուշի դե օկուպացնեմ։ Այսինքն մարդը, եթե որը կարմիր գծերից սկսած մինչև պատերազմ ամեն ինչ ստել ու կեղծել է։ Ինչը մի գիշերում փոխվել է, հիմա չի կեղծում։ Դարձի է եկել։ Որևէ նշան չենք տեսնում այդպեսին։ Փաշինյանը ժողովրդին պատերազմով սպառնալուց հետ կարծես թե սպառնում էր նաև մեզ լրագրողներիս, ասում էր դուք բոլորը թիմ ընտրողներն եք, դուք գնալու եք ինձ եք ընտրելու, որովհետև եթե ինձ չընտրեք կամ գործ կկորցնեք կամ հաշմանդամ կդառնաք։ Բայց մենք հիշենք էլի, որ մինչ վարչապետ դառնալը, падգամավոր դառնալը նա ինքը լրագրող է եղել այդ նույն իր կողմից այդպես պատաբանվող նախկինների օրոք եւ եղել է ամենասադրիչ, ամենակեղծ հոդվածներով աչքի ընկնող լրագրողը, բայց ոնց որ իրան բան չի եղել, եկել հասել է վարչապետի պաշտոնի միջև։ Դե դուք պետք է ասեք, այդ սպառնալիքները ազդում են թե չէ եւ ինչպես են ազդում, կարծում եմ հակառակ պետք է որ ազդեն, բայց այդտեղ անեկդոտ կա, գիտեք, չէ, այդ որ պապիկը պատմում է Թորանը սարսափելի պատերազմի ժամանակ, որտեղ բոլորին կամ սպանում էին կամ բռնության էին ենթարկում, եւ Թորը ասում է, պապիկ քեզ ինչ արեցին ի վերջո, ասում է ինձ սպանեցին։ Հիմա Նիկոլ Փաշինյանի բանն է, էլի, ասում է բոլոր լրագրողներին ծեծում էին, սպանում էին, ասում է, բայց քեզ ինչ արեցին, իրեն սպանել են, չեմ հասկանում, մենք լրագրող ա եղել, իրեն սպանել են, ինչա տեղի ունեցել իր հետ։ Ի վերջո այո, ամենասադրիչ վարքագծով աչքի ընկած լրագրողներից մեկն է եղել, բայց ես ավելի խորքային փորձ եմ պատասխանել հարցին, ոչ ոք չի մերժում, որ Հայաստանի նորանկախ Հայաստանի պատմության մեջ, ինչպես բոլոր պետությունների, եղել են դեպքեր, դիպվածներ եւ արատավոր բարքեր, որոնք այո մտահոգել են հանրության եւ ճիշտ են արել, որ մտահոգել են եւ այո, որոնք չպետք է կրկնվեն։ Այո, Հայաստանի Հանրապետությունում լրագրողներ չպետք է ծեծվեն։ Այո, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիները բռնության չպետք է ենթարկվեն։ Բայց այդ ով կարող է ապահովել։ Այդ ով իսկապես կարող է դրան բերել։ Այո, Հայաստանի Հանրապետությունում այն ինչ որ իրենք հիմա ներկայացնում են, որ իրենց շնորհքն է, դա շնորհիվ է նաև տեխնոլոգիական զարգացման, համացանցի մեր կյանքում հայտնվելու։ Եվ այո, բոլոր ուժերը հասկանում են, որ ինչ հնարավոր էր անել 90-ականներին գուցե,
Բնականաբար 2026-ին եւ 27-ին դա անհնար է անել, դա ու պարզապես անհնար է եւ չի կարող 26-ին լինել այնպես, ինչպես 92-ին օրինակ։ Հիմա դա բնական զարգացում է, պետությունները անցնում են բնական զարգացման ճանապարհով։ Եվ բնականաբար Հայաստանը 2026-ին չի կրկնվելու, այն ինչ որ 92-ին կարող էր 93-ին, բայց այդ Փաշինյանը ոչ միայն մեզ հիշեցրել է ամենավատ դիպվածները, այլ գերազանցել է դրանք։ Այսինքն նաև երբ խոսում ենք բռնությունից եւ այլնից առանց հերքելու, որ տարբեր դրվագներ եղել են, Հայաստանում 4 սրբազան երբ է կանոնավորված եղել։ Սրբազաններին երբ են մանկապիղծ ասել։ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում երբ է եղել։ Մուտքի ելքի արգելք երբ է եղել ամենայն հայոց վեհապարի նկատմամբ։ Զոհվածների ծնողներին եռաբլուրում ո՞ր մի ղեկավարն է քաշ տվել։ Այսինքն հասկացանք, որ սրբեր չեն եղել եւ անթերի չի եղել, բայց այսքան այսպիսի լկտիություն, սանձարձակություն, միանձնի իշխանություն չի եղել։ Հիմա որ համացանց ունենք եւ որ իրենք էլի եմ կրկնում շատ ավելի ակուրատնի գուցե տեսք ունեն, քան տարբեր երկրների բռնապետերը, դա չի նշանակում, որ 21-րդ դարում բռնապետություններ չկան, ավտորիտարիզմ չկա եւ իրենք այդ չեն, էությունը իրենց դա չէ։ Փաթեթավորումն է այլ, համացանցային բռնապետեր են։ Նոր տիպի պոպուլիստական ավտոկրատ ղեկավարներ են, եթե մասնագիտական լեզվով ասեմ։ Հիմա էությունն է, չէ՞ կարևոր, հոմես փաթեթավորումը չէ հետաքրքրում, այ Փաշինյանն ինչքան ուզում է, թող սրտիկներ անի, ժպտա եւ այլն։ Եթե բռնություն է կիրառում, եթե քաղաքացիները ազատ արտահայտվելու իրավունք չունեն, կարծիքի համար բանտ են նստում, եկեղեցին պաշտպանելու համար բանտ են նստում, անդադար քրեական հետապնդումներ կան, դա ինչի մասին է վկայում։ Էնպես որ եթե արատավոր բարքից ենք խոսում, այդ արատավոր բարքերը ոչ միայն չի վերացել, կրկնապատկել է հիմա ամենավատ վիճակն է եւ այո, բոլորը հասկանում են, որ այդ սխալները, որոնք եղել են, կրկնելով չես կարող բան անել հաջողել։ Դա շատ պարզ բան է, էլի։ Նկատում եմ, այդ որ վախեցնում են, սարսափեցնում են, վերցնելով ինչ-որ դիպվածներ կամ այլն, բնականաբար եղել են հսկայական լավ բաներ, ինչ էլ որ եղել է սխալ թերացում, դրանք պիտի գալիս ենք շտկելու համար, չէ՞, չեն գալիս, եթե թերացում եղել է դա կրկնելու համար։ Տիկին Վարդանյան, դուք ամեն շաբաթ հանդիպումներ եք ունենում քաղաքացիների հետ, այլ ինչպիսի տպավորություններ են, ինչ եք արձանագրում քաղաքացիների շրջանում։ ԿՊԱ-ները երեք մեզ ասում էին, որ փոխանցենք ձեզ քաղաքացիները ինչ են ասում, առանց հեգնելու, որ կարող է լինել քաղաքացիների մի խումբ, մանավանդ իշխանությանը հաճոյանալու համար տարբեր արտահայտություններ անել, կոչեր անել, համացանցում էլ ֆեյքերից սկսած մինչև տարբեր իշխանության աջակցող խմբեր կարող են տեսնել սպառնալիքներ, հաշվեհարդարի կոչեր, առանց դա հերքելով, որ կարող է այդպիսի մի հատված լինել մեր հասարակության, բայց ես ասում եմ, եթե իշխանությունը հանկարծ լսի տաղավարներում իր հասցեին ինչ են ասում, տաքսի վարորդները իրենց հասցեին ինչ են ասում, երթուղայինի վարորդները, կրպակի աշխատողները, գյուղացիները իրենց մասին ինչ են ասում, պիտի մտածի նոր բանտ կառուցելու մասին, որտեղ պիտի տասնյակ հազարավորների տեղավորի, որովհետև այն բոլոր մարդիկ, ում ինքը ձերբակալել է իբր իրենց սպառնալիք ներկայացնելու համար, տասնապատիկ ավելի մեղմ են արտահայտվել, քան այն մարդիկ, ովքեր երբ տեսնում են տեսախցիկ չկա եւ համեմատաբար անվտանգ են իրենց զգում, անվանական ասում են, որ իշխանապողություն եթե լինի, այս մարդը իմն է, այս մարդը իմը պիտի լինի, այս մարդը իմը պիտի լինի, հասկանում եք, որտեղ է հասել զզվացության աստիճանը, բայց բնականաբար այդտեղ արդեն այնպեսի իրավիճակ է ստեղծվում, որ ստիպված փորձում ես մարդկանց հանգստացնել, ասելով, որ իհարկե արդար հատուցում պիտի լինի, ինքնադատաստան պիտի չլինի։ Սա մթնոլորտը նկարագրելու համար, բայց բնականաբար մենք քաղաքացիները շփվում ենք մեր տեսլականները ներկայացնելով եւ փորձելով հույս տալ, որ իրավիճակը հնարավոր է փոխվել, որովհետեւ ամենամեծ խնդիրը այն է, որ հսկայական հատված մեր քաղաքացիների հակաիշխանական տրամադրություններ ունի, բայց հուսալքություն կարող է լինել, կարող է հավատի բացակայություններ, որ իրավիճակ կփոխվի։ Եվ այդ հուսալքության ուղղությամբ ամբողջ աշխատում է իշխանությունը, որ վախեցեք, պատերազմ կլինի։ Մենք դա ենք փորձում փոխել եւ բնականաբար շփումները դրա համար ամենալավ ֆորմատներն են ու ճիշտ ասած արձագանքերը շատ լավն են։ Դրա համար էլ էլի նոր ֆորմատներ ենք մտածում տարբեր շերտերի հետ շփումների, արդեն տեսնում եք, առաջիկայում էլ կտեսնեք մի քանի այլ ձևաչափեր եւս։ Տիկին Վարդանյան, ով է ձեր ընտրողը եւ ով է Փաշինյանի ընտրողը։ Եկեք Փաշինյանի ընտրողին բաց թողեմ, որովհետեւ իշխանությունը միշտ ունի վարչական ռեսուրս, չես կարող մարդու արժե համակարգի մասին որևէ բան ասել։ Ես եկեք նկարագրեմ
ովքեր կարող են մեզ ընտրել, ոչ թե հիմա ովքեր են եւ մի քիչ ոչ դասական իմաստով նկարագրեմ։ Մենք ավանդաբար ասոցացվում ենք կայունության, անվտանգային հարցերի, արդյունավետ բանակցողի հետ, եւ դա ճիշտ է։ Նաեւ կենթակառուցվածքներ կառուցել կարողացողի, մեծ պրոյեկտներ իրականացնել կարողացողի հետ։ Եվ դա էլ է ճիշտ փորձով ապացուցված։ Իսկապես մենք այն մարդու համար տարբերակ կարող ենք լինել, ով զզվել է քաոսից, զզվել է ամեն օր առավոտ արթնանալ, տեսնել, որ ինչ որ խնդիր է երկրի ղեկավարը հորինել եւ հիմա ամբողջ ազգը քննարկում է մեկի կուսակրոնությունը, մեկի, չգիտեմ, վիդեոն մի հիմարություն է արվել, որ հիմա ամբողջ ազգը դա է քննարկում, դա բնականաբար մեր դեպքում չի լինելու։ Ես ընդհանրապես մտածում եմ, եթե մենք լինենք իշխանության, քաղաքացին մեզ ուղիղ եթերում տեսնելու է հազվադեպ, երբ որ դրա խիստ անհրաժեշտությունը լինի։ Մեր գործը լինելու է կենտրոնացած աշխատել իրավիճակը շտկելու համար։ Այսինքն սոլիդություն, լրջություն, մենք հակապատկերն ենք այս իշխանության։ Հակապատկեր արժեհամակարգից սկսած մինչև այն կարողությունները, որը ունենք։ Դրա համար ենք ասում, մենք կարող ենք, իրենք չեն կարող եւ դա ցույց են տվել հնարավոր բոլոր ձևերով։ Իհարկե։ Բայց երկրորդը, որ շատ ուզում եմ շեշտել, բացի նրանից, որ այո, անվտանգային կայունություն, այսինքն համազգային խնդիրների լուծման մասին ենք մենք խոսում եւ ասոցացվում, կարող ենք ասոցացվել դրա հետ ամենաշատը, մենք նաեւ շատ կարեւորում ենք մարդու անհատի բարեկեցությունը եւ սոցիալական կյանքը, դրանք իրար չենք հակադրում, ավելին ասում ենք անվտանգությունը եւ լավ ասֆալտը չպիտի երկընտրանք լինի, քաղաքացին չպիտի ընտրի, ես հիմա լավ ասֆալտ եմ ուզում, թե անվտանգ եմ ուզում ապրել, երկուսն էլ պիտի ունենա եւ դա էլ է կարողության հարց։ Եթե գիտեք Դավիթ Հաշենի կամուրջ կառուցել ենք, Դիլիջանի թունել կառուցել ենք, Երևանում 3 հանգույց հաստատ կարող ենք կառուցել, որ ամեն օր մեր քաղաքացին 2.5 ժամ չմնա այս խցանումների մեջ եւ իր ընտանիքի հետ անցկացնի այդ ժամանակը։ Դրա համար մի քանի հանգույցներ է պետք կառուցել։ Դրա համար նորմալ ասֆալտ է պետք անել։ Դրա համար ենթակառուցվածքներ է պետք կառուցել, ոչ թե 8 տարի խոստանալ Աջափնյակի մետրո եւ հետո դա քրեական գործ դարձնել։ Մենք թիմ ենք, ով չի ասոցացվում թմրամիջոցների հետ։ Չի կասկած չի առաջացնում, որ այս մարդիկ adekvat են, թե ինչ որ բան են օգտագործել։ Ու դրանով նաև պայմանավորված կարող ենք արդյունավետ պայքարել այս թմրահամաճարակի դեմ, որ երկրում կա։ Դպրոցներ հասած թմրադեղերի դեմ։ Այսինքն ես հասկանում եմ, որ ծնողների խաղաղությունը ամենահետաքրքրող թեման է եւ դա այդպես էլ պիտի լինի։ Ոչ միայն արդյունավետ կարող ենք բանակցել ու ավելի, այսինքն նվազեցնել պատերազմի ռիսկ ու բերել այդ իրական խաղաղությունը, այլ նաև երկրի ներքին կյանքում այն ինչը որ սպառնալիք է նույն չափ ինչքան պատերազմը կարող է լինել, այդ երևույթներն էլ պիտի վերացնենք, չէ՞։ Փաշինյանը կարող է ու իր թիմը կարող է այս թմրահամաճարակի դեմ պայքարել, թե մենք։ Այսինքն նկատի ունեմ եւ համազգային եւ անհատի մակարդակով, այդ դրանք են մեր այլընտրանքը։ Փաշինյանը կարող է համահայկականություն ապահովել, թե կուսակցությունը կարող է համահայկական կառույց ունի։ Փաշինյանը կարող է եկեղեցու հետ նորմալ հարաբերություններ ունենալ։ Թե ղեկավարը կարող է ում օրոք եկեղեցու հետ սահմանադրական առանձնատու կարգավիճակը ամրագրվել է։ Այս տեմպերով եւ այս իրավիճակում, երբ օրինակ 8 տարի խոսում էին Աջափնյակի մետրոյից, արդյունքում Երևանի մետրո մտնել չկարողացան նորմալ։ Ինչ ակնկալիքներ ունեք դուք գալիք ընտրություններից եւ որպես վերջաբան, որը կլինի ձեր կոչը, հորդորը կամ գուցե խնդրանքը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Խնդրանք, բացառապես խնդրանքով կարող եմ դիմել քաղաքացիներին, սիրելի քաղաքացիներ, եթե ձեզ այդքան համոզում եմ, որ ձեզնից որևէ բան կախված չէ, որ գրեթե ուղիղ տեքստով ասում են, որ անիմաստ է մասնակցությունը, իրենք արդեն 70% ունեն, իրենք արդեն ամեն ինչ ունեն, ինչ ուզում են, ուրեմն իմացեք, որ եթե ձեզնից որևէ բան կախված չլիներ, իրանք դրա վրա այդքան ռեսուրս չէին ծախսի։ Ուրեմն իրենք էլ գիտեն, որ ամեն ինչ ձեզնից է կախված ու ամենամեծ բանը, որից իրենք վախենում են, դա ձեր մասնակցությունն է։ Իրենք ձեզ վախեցնում են Եվրոպայից տղայով, այլևով եւ այլն, բայց եթե դուք գնաք ու չքվեարկեք իրենց օգտին, որևէ մեկը չի կարող այդ իրողությունը հաշվի չառնել։ Որևէ մեկը չի կարող դրա հետ հաշվի չնստել, սա մեկ եւ պետքա ամբողջը կառուցել դրա շուրջ, խնդրել քաղաքացիներին գնալ մասնակցելու այս սպառնալիքներին, այս բառապաշարին, այս հետապնդումներին, այս զզվելի մթնոլորտին, քաղաքացին պատասխանելու տեղ ունի,
գախնի է, դա ոչ ոք չի կարող ստուգել իր քվեարկությունը եւ դա պիտի լինի հունիսի 7-ին քվեատուփը։ Ի վերջո քվեաթերթիկը եւ քվեատուփը։ Ի վերջո իրենք ձեզ ասում են, որ սա Ալիևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելու հանրաքվե է։ Ուրեմն դուք ինչ եք ասում այդ սահմանադրությանը։ Դուք Ալիևի սահմանադրությանը ինչ եք ասում, այո թե ոչ։ Չմասնակցել նշանակում է 70%-ով այո ասել, մասնակցել քվեարկել Փաշինյանի օգտին նշանակում է 100%-ով այո ասել, միակ տարբերակը դրան ոչ ասելու, որ մենք չհասնենք տեղ, դա Փաշինյանին ոչ ասելն է ձեր մասնակցությամբ։ Սա է խնդրանքը, սա է իրավիճակը, եւ այս իրավիճակից իսկապես որև առանձին չենք կարող, բայց միասին կարող ենք դուրս գալ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։